Սա Վլադիմիր Իլյինի 140-ամյակն է, սա Յոսիֆ Վիսարիոնիչ Ստալինի 130-ամյակն է, սա սովետական բանակի կարմիր բանակի 90-ամյակն է։ 46 տարվա կոմունիստ Արշակ Սարգսյանը ամեն անգամ հպարտությամբ է հագնում այս համազգեստը, որի վրա ամրացված յուրաքանչյուր շքանշան ունի իր պատմությունը։ Կոմունիստական գաղափարախոսությանը հավատարիմ Արշակ Սարգսյանը տոնական համազգեստը զգեստապահարանից հանում է տարվա մեջ մի քանի անգամ։ Մայիսի 1-ը աշխատավորների համերաշխության միջազգային օրը հենց այդ օրերից է։ Հիշում ենք սովետական միությանին երջանիկ օրերը, սոված մարդ չկար, պակաս մարդ չկար։ Իսկ մի պակասոտինը շատաբեր դե կաղնած սախած ցեն խոսում։ Կյանքը ուրախ էր։ Ես չէի մտածում, որ ուտելիքի կամ որևէ ուրիշ բանի մասին։ Աշխատանքի գնում գալիս ամեն ինչը իրեն տեղին էր։ Բայց համեմատելով այսօրվա օրվան իհարկե այս գործազրկությունը շատ մեծ բան է, մինուս է էլի կյանքի համար։ Ճիշտ պայմանավորված ժամին, ճիշտ նույն տեղում։ Կարմիր դրոշակակիրների թիվն ավելանում է, իսկ փողային նվագախումբն էլ փորձում է երաժշտությամբ էլ ավելի տոնական շուք հաղորդել ներկաներին։ Այստեղ հավաքված կոմունիստներն ամենայն լրջությամբ նշում են, իսկական կոմունիստին շքերթին մասնակցելու համար երբեք չի կարող խանգարել Ֆորդ անձրևը։ Կոմունիստների տրամադրությունը ասեմ, որ չի փչանում, սա էլ երաժշտություն է։ Կոմունիստերի տրամադրությունը երբեք չի փչանում։ Մենք գնացել ենք ֆաշիզմի դեմ ու ջախջախել ենք չվախենալով։ Անձրևն ինչ էր, որ անձրևի դեմ կոմունիստները ընկերկել։ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդը հիշում է, թե ինչ հերոսներ է տվել սովետական Հայաստանը երկրորդ համաշխարհային պատերազմին։ Հիշում է նաև կոմունիստների երանելի ժամանակները։ Ժամանակները փոխվել են, բայց ցանկությունները մնացել են նույնը։ Այսօր մայիսի 1-ն է, շնորհավորում եմ մեր վետերանների, այն մարդկանց, ովքեր կառուցեցին սովետական Հայաստանը, այն մարդիկ, որոնք կրծքով պաշտպանեցին մեր Հայաստանը եւ ամբողջ սովետական միությունը։ Գաղափարախոսություն ու կոմունիստական կուսակցության որ մարդկային է, սոցիալապես ապահովված են, մի մոռացեք այն լավ տարիները, որ եղել են։ Մարդիկ աշխատանք ունեին, ապրում էին մարդավայել, աշխատավարձով կարողանում էին տուն, տեղ պահել, շրջապատի մեջ մարդ երևալ եւ գնալ ծովափ հանգստանալու այն մեկ ամիսները գեղեցիկ։ Կեցցե մայիսի 1-ը տասնամյակներ շարունակ անփոփոխ կարգախոսով Երևանում կոմունիստների շքերթը սկսված է, կարմիր դրոշների պակաս չի նկատվում, թեև անձրևոտ եղանակին ուռա վանկարկելու ցանկություն ունեն ոչ բոլորը։ Շքերթի ճանապարհն ամեն տարվա պես տանում է դեպի Շահումյանի արձան, եւ եթե նախկինում յուրաքանչյուրը գիտեր, որ մայիսի 1-ը աշխատավորների համերաշխության միջազգային օրն է, եւ նրանցից յուրաքանչյուրը որոշակի պատճառ ուներ իրեն աշխատավոր տոնն էլ իր տոնը համարելու, ապա անկախ Հայաստանի շատ քաղաքացիների համար այս տարվա մայիսի 1-ը կհիշեցնի, թե ինչ դժվար է գործազուրկի կարգավիճակից աշխատավորի կարգավիճակի անցնելը։ Հրաչ Մկրտչյան, Կարեն Սարգսյան, ԱԼՄ։